Տեսեք, լավ եք։ 14 տարի է արդեն Մերի Հարությունյանը, ինչպես ինքն է ասում, ճիշտ տեղում է։ Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը ամեն օր նույն նվիրվածությամբ եւ մեծ պատասխանատվությամբ։ Ժամանակի ընթացքում կուտակել է մեծ փորձ, ձեռք բերել գործընկերների հարգանքն ու զինվորների վստահությունը։ Մասնագիտությունս դպրոցը ավարտելուց հետո մայրիկս խորհուրդ տվեց, ասեց աղջկա հարիր մասնագիտությունա, հետագայում չաշխատեցել ինքը պետքական մասնագիտությունա։ Ճիշտն ասած արդեն բավականին հասուն տարիքում եմ մտել զինված ուժեր, ինքս գիտակցելով, ընտանիքս էլ ինձ իմ կողմից ա եղել։ Մեծ է կնոջ դերը զինված ուժերում, նվիրվածությունը, մարդասիրությունն ու հաստատակամությունը կարևոր հատկանիշներ են, որոնք աննկատ չեն մնում։ Յուրաքանչյուր զինծառայողի համար եւ ճիշտ բուժում է գտնվում, եւ ճիշտ խոսք։ Այս պահին տղաներս ինձանից հերոյ են, այն որ զինվորներից իմ կարոտս եմ առնում, իրանք էլ իրաց ծնողներին են կարոտում, փորձում ենք իրարով լրացնենք։ Հագեցած առօրյան ձանձրույթի տեղիք չի տալիս, հույզերը կառավարելու եւ արագ կողմնորոշվելու հատկանիշները տարիների ընթացքում ավելի են կատարելագործվել։ Որոշիչ պահին վայրկյանն անգամ նշանակություն ունի։ Խիստ կարևոր է, պետք է շատ արագ կողմնորոշվես եւ ճիշտ կողմնորոշվես, որովհետեւ մարդկային գործոնի հետ գործ ունես ու պետք է դու ճիշտ տեղում, ճիշտ պահին կարողանաս ճիշտ բուժում օգնություն ցուցաբերես, որ դա խուսափես հետագա բարդություններից։ Քարորիայի 44-օրյայի մարտական գործողությունների մասնակից է, ծառայության ամենածանր ու չափազանց պատասխանատու ժամանակաշրջանը հաճախ է հիշում։ Ճշտակորուսներ էլ ունեցանք, վիրավորումներ էլ ունեցանք, լավ բժիշկներ կորցրինք, թող անցյալը մնա, բայց դե տղաները երևի ուժ են ստանում այդ պահին, մի տեսակ վախ չկար։ Միանշանակ դժվար օրերին համախմբվում ենք։ Առանց դժվարությունների ոչ մի աշխատանք չի կարող լինել, բայց պետք է պատվով հաղթահարել դրանք եւ առաջ շարժվել։ Տանը նույնպես ծառայում եմ, հաջողությամբ համատեղում ընտանիքն ու բանակային գործը, ասում է ենթասպան եւ անկեղծանում։ Միակ ցանկությունս խաղաղություն լինի, թող այս զորք խաղաղ պայմաններում ծառայեն։ Այսօր ինչ պետք է ուզենանք, բոլորը հասնեն իրենց ծնողներին։ Կատարած աշխատանքի համար գնահատված լինելը ոչ միայն մասնագիտական խթան է, այլև հաստատում այն կարևոր դերի, որ կինը ունի զինված ուժերում։ Պատասխանատվությամբ, հոգատարությամբ ու նվիրումով ենթասպա Հարությունյանը անձնվիրաբար ծառայելով հայրենիքին ապացուցում է, որ ուժն ու մարդասիրությունը կարող են քայլել կողք կողքի, շատերի համար դառնալով ոգեշնչման աղբյուր։ Անի Գրիգորյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք, լուրեր։